Պարոն Պողոսյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնեք նաև ձեր դիտարկումները եւ այսպես, այլևս Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարում է, որ ով Արցախ բառը կասի, Արցախի մասին կխոսի, նախ պետական պաշտոն չի զբաղեցնելու, աշխատանքներից զրկվելու են, բացի այդ նաև վերջերս կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ սկսեց այն մասին, որ նոր սահմանադրությամբ անկախության հռչակագիրը դուրս է գալու ամբողջությամբ, որովհետև դա պատերազմի, այսպես ասենք, հրահրման պատճառ է, Արցախը, Արցախի հանրապետություն խորաններից ասում եք, տարբեր տեղեր ասում եք, պատերազմ եք հրահրում, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը կհեռացվի պաշտոնից, որովհետև համարձակություն է ունեցել Վենսին նվիրել Արցախի մասին գիրք, այս ամենի հետ կապված խնդրեմ ձեր գնահատականը եւ մենք տեսանք նաեւ միջազգային ամբիոն էր հասել, չխոսելով մեր ռազմագերիների մասին, չխոսելով Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի մասին, չխոսելով Արցախի կորուստի մասին, խոսում էր մեր սրբազաններից, բողոքում էր մեր եկեղեցուց, համեցեք։ Տեսեք, եթե Փաշինյանը հրաժարվում է Արցախից, դա նշանակում է, որ մենք ավելի շատ պետք է Արցախ բառը կրկնենք, որովհետև նա փախնում է մշտապես այն ամենից, ինչը հայկական է, եւ գիտեք, իմ մոտ տպավորությունն է, որ Փաշինյանը նմանվել է մի մարտասպանի, որը վախենում է իր թաքցրած դիակների ի հայտ գալուց։ Արցախը իր համար հենց իր հանցանքը ներկայացնող հիմնական փաստն է, ինչ է նշանակում հրաժարվել Արցախից։ Եթե դու պետություն ես, պետականություն ես, եթե դու ունես քո ժողովրդի երազանքների իրագործելու ցանկություն, ապա դու ուզես թե չուզես, մշտապես պետք է քո բոլոր տեսակի գործողությունները կառուցես հենց Արցախի շուրջ, որովհետև Հայաստանի երրորդ հանրապետությունը ինքը որպես այդպեսին ձևավորվել էր հենց Արցախով։ Ես բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, Արցախը դա մեր ծննդականն էր։ Եվ եթե այսօր մենք հրաժարվում ենք Արցախից, դրանով մենք կնքում ենք մեր մահվան վկայականը, որովհետև որպես ազգ, որպես պետություն, պետականություն տարածաշրջանում դու այլևս որևէ մեկին պետք չես, եթե չունես Արցախ։ Արցախը առաջնային հենց գործիք էր, նաև գործոն էր, որովհետեւ տարածաշրջանում քո հետ հաշվի նստեին, դու դրանով նաև ցույց էիր տալիս քո պետական ինքնասիրությունը, քո պետական որպես մարմին լինելու կարևորությունը։ Իսկ Փաշինյան Նիկոլը, եթե այսօր ինքը հրաժարվում է Արցախից եւ ասում է եկեք փոխենք նաև մեր սահմանադրության մեջ անկախության հռչակագիրը, լավ, հռչակագիրը հանենք տեղը, ինչ պետք է տնենք։ Հռչակագիրը դա ինչ էր, մեր երազանքների հավաքական փաստաթուղթն էր։ Եվ եթե այսօր մենք դրանից հրաժարվում ենք, ինչ փաստաթուղթ ենք տնելու։ Ինչ որ ռեստորանի մենյու, այսինքն մենք հրաժարվում ենք բոլոր տեսակի ազգային կաղապարներից եւ փոխարենը բերենք տնենք ինչ որ մի մենյու, որտեղ նշված են պերաշկի, թթու լավաշ եւ այլն, կուկուրուզ, կամ չգիտեմ, մսային ճաշատեսակներ, այսինքն ինքը մեզ որպես ազգ փորձում է իջեցնել, հասցնել ստամոքսային սպառող ինչ որ մի հասարակության։ Եվ հենց դրա համար եմ ես ասում, որ ինքը ինչքան փախնում է Արցախ բառից, մենք այնքան պետք է Արցախ բառը ավելի շատ օգտագործենք եւ դա ոչ թե պետք է օգտագործենք զուտ որպես բառ, ընդհակառակը մեր համար, ինչպես 90-ական թվականներին պետականության հիմք հանդիսացել է Արցախը եւ հիմա էլ պետականությունը վերականգնելու հիմք նորից պետք է լինի Արցախի հետ վերադարձման իրատեսական ծրագրերը։ Ինչքան էլ դրանից այսօր Փաշինյանը եւ Փաշինյանին հետ այսպես սինխրոն քայլող շատ ընդդիմադիրներ փորձեն հրաժարվել, միևնույն է, դա մեր երազանքն է, առանց դրա մենք որպես այդպեսին չենք կարողանալու պետություն կառուցել։ Իսկ ինչ վերաբերում է, տեսեք, ասում է այդ ամեն ինչից բխելով մեզ տանում են անընդհատ պատերազմների։ Միակ պատերազմի կուսակցությունը, որը նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղել է, դա եղել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ Որովհետև մենք հիմա ինչքան էլ սիրենք կամ չսիրենք կամ քննադատենք, ամենայն դեպս Նիկոլից առաջ ունեցել են 3 նախագահ եւ 3 նախագահներն էլ ոչ թե ցկտել են պատերազմի, այլ ցկտել են խաղաղության։ Յուրաքանչյուրը յուրովի փորձել է հասնել այդ խաղաղությանը եւ այդ խաղաղությանը հասնելու համար որևէ մեկը երբեք այսքան չի նվաստացել։ Երբեք իրեն չի հասցրել մի հատ ավտոբուսում մեյմունություն անող փողոցային մակարդակի։
Բայց ասում եմ, այսպես մենք ուտում ենք, տեսակ, չէ՞, ես պատերազմի ֆոնին Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, Դուբայի շեյխերն էլ գնացին ռեստորաններում հաց ուտելու, այտենց բան է, էլի օրակարգ է միջազգային թելադրում կուկուռուզ ուտելով։ Դե հասկանալի է, որովհետև նույն Դուբայի շեյխերը հիմա ինչքան էլ, չգիտեմ, մեր համար հիանալի լինի Դուբայը կամ Արաբական Էմիրատները, մենք այնտեղ ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք մի պետություն, որը ի տարբերություն օրինակ Սաուդյան Արաբիայի շատ վաղուց կորցրել է իր դեմքը եւ նույն այդ Դուբայի շեյխերը իրենք ուղղակի դարձել են այնտեղ հարուստ կառավարիչներ, ոչ ավելի։ Այսինքն այնտեղ ազգային գաղափարախոսություն, ինչպես օրինակ մամեդական աշխարհի կամ արաբական աշխարհի մյուս երկրներում է, որպես այդպեսին չկա, նույն խամաճիկներն են։ Այդ դրա լավագույն ապացույցները Իրան, Իսրայել, Ամերիկա հակամարտությունն է եւ հակամարտության արդյունքում մենք տեսնում ենք այդ նույն Դուբայի շեյխերը ինչպես են այսպես վախվորած փախչում իրանական հրթիռներից։ Այ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը վերածելու է էլ ավելի խամաճիկ պետության եւ ինչպես ինքն է սիրում ասել Միչանսկի, բայց որպես այդպիսի այդ Միչանսկը ավելի շատ նմանվելու է այսպես կալիդորի, հա, այսինքն մի հատվածի, որի վրայով անընդհատ անցնում առնում են եւ արդյունքում ինչ է շահում այդ Միչանսկը միայն չգիտեմ, փողոցից բերված կեղտ կամ իր արևածաղիկների մնացորդները։ Պետությունը որպես այդպեսին, այդ տեսեք ամբողջ աշխարհը այս ընթացքում տարիներ շարունակ 50 տարի շարունակ փորձում էր Իրանը ներկայացնել, հետամնաց փորձում էր Իրանը տարբեր այսպես վատ գույների մեջ ներկայացնել, բայց արդյունքում մենք ինչ տեսանք։ Տեսանք պետություն, որը ամբողջ աշխարհին հերթական անգամ ապացուցեց եւ ցույց տվեց իր լինելու, իր գոյության իրավունքի մասին։ Եվ ամենակարևորը իր անկախության մասին։ Իսկ մենք ամբողջովին այսպես մամեդական աշխարհում շրջապատված մի փոքրիկ պետություն, եթե մենք չենք ունենալու մեր երազանքը, եթե մենք չենք ունենալու մեր հստակ նպատակները եւ մեր կամքը, հետեւաբար նշանակում է առավելագույնը մի 30 տարի է գոյություն ունենալու այս տարածքում հայ ժողովուրդը, ոչ ավելին։ Բայց ասում է խաղաղություն են բերել, դուք եք պատերազմ բերողները, դուք եք պատերազմ ուզողը, հոգևորականներն են, սրբազաններն են, ովքեր խորանից Արցախ են ասում, պատերազմ եք գնում, Ադրբեջանը, Արևմտյան ասելը շատ քիչ է, կներեք, ես ընտադեցի ուղղակի չդիմացա, տարիներ առաջ ասում էր միջև Հրայր Թովմասյանին չհեռացանեմ, ներդրումներ չի գալու Հայաստան։ Եկավ այդ ներդրումները։ 2020 թվականին ելել ճղճղում էր, ասում էր միջև Հրայր Թովմասյանին ես չհեռացնեմ, ոչ մի ներդրում չի գալու։ Արդյունքում ինքը հերթական անգամ արկածախնդիր ձևով ինչ արեց։ Մեծ տարավ համավարակի առաջ կանգնեցրեց, որովհետև մենք բացարձակապես ոչինչ չենք կարողանել եւ այսպես ինքնահոսին մատնված մի կերպ այդ համաճարակը մեր մեջ հաղթահարեցինք։ Այդ նույն մեմունությունների արդյունքում մենք կանգնեցինք 44-օրյա այրոնալից պատերազմի առաջ եւ արդյունքում տեսանք նորից ինչ եղավ։ Հիմա այս անընդհատ ցավ է այդ մասին խոսալ հետ կանալ, բայց այդ մարդու ասածները ընդհանրապես լսել պետք չի։ Ով է ինքը կամ առհասարակ 8 տարի ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցրել է կամ մի բան դրական, որը Հայաստանի համար կատարվել է։ Լավ, ենթադրենք մենք կորցրել ենք Արցախը, փոխարենը մենք ինչ ենք շահել։ Իր ասած ինքնավարությունը։ Այսինքն դա իրականում նաև ծիծաղելի է։ Մենք մեր սահմանադրությունը արդեն 5 տարի է դարձրել ենք կարպետ։ Ինչ ենք փոխարենը շահել։ Դատական համակարգ փոխեց, մենք այսօր կարողացանք ձևավորել անկախ դատական համակարգ։ Կրթության ոլորտում փորձեցին տարատեսակ, այսպես միջամտություններ անել, մենք այսօր կրթություն ունենք որպես այդպիսին։ Կամ հիմա բժշկության մեջ մտել են ինչ-որ ապահովագրական ծրագրեր։ Իմիջիայլոց մինչև այդ ապահովագրական ծրագրերին կրթության մասով դպրոցները փակում են գյուղերի, խայտարակությունները, տեղի բնակիչներն էլ ահազանգում են դրա մասին, որ սա կոնկրետ մեր գյուղերը հայաթափելու նպատակ է հետապնդում, խնդրեմ։ Այո, մենք այդ մասին էլի առիթ ունեցել ենք խոսել, նպատակը մեկն է։ Այդ տարածքը վերածել յայլի, չգիտեմ հայերենում այլ կերպ այդ բառը ոնց է լինում, այսինքն
Միտեղ, որտեղ ադրբեջանցին կկարողանա գալ իր ոչխարը բազմացնել եւ ընդ որում դա արդեն կիրառված ծրագիր է եղել 1950-ական թվականներից սկսած Հայաստանի սահմանամերձ հատվածներում չգիտես որտեղից ադրբեջանցիներին բերեցին, լցրեցին եւ սրանք ինչպես իրենց ոչխարներին էին աճում, այդպես էլ իրենք սկսեցին աճել եւ եղավ արդեն 80-ականների վերջին մի իրավիճակ, երբ որ նույն ասենք Շիրակի մարզում, Ամասիայի շրջկենտրոնում առաջին քարտուղար եղավ ադրբեջանցին։ Ընդ որում, ցես շատ հետաքրքիր բան ասեմ, մինչև 80 թվականը այնտեղ բնակչության համեմատականը հետևյալն էր 70-20-10 70% հայեր, 20% ադրբեջանցիներ եւ 10% եղել են այլ ազգիներ, ռուսներ, եզդիներ եւ այլն։ Արդեն 88-89 թվականին, երբ որ ադրբեջանցիներին այստեղից քշեցին, հակառակն էր դարձել։ Նորից 70-20-10 էր, այս դեպքում արդեն 70 ադրբեջանցիներ։ Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով մեր ազգային անվտանգությունը ինքը պետք է իր դոկտրինում հստակ այդ ամեն ինչը ունենար տրված հասկանալու համար, որ լավ Հայաստանը իշխան է ազատ երկիր լինի, միևնույն է հայապահպանության համար շատ կարևոր է իրականացնել այնպիսի ծրագրեր, որպեսզի դեմոգրաֆիկ վիճակը շատ չփոխվի։ Եթե մենք ուզում ենք մեր համայն հայության պետականությունը պահպանել, իսկ այս մարդիկ արդեն հակառակն են անում։ Այդ տարածքները ազատում են, որպեսզի վաղը մյուս օր նորից կարողանան այդ քոչվորներով բնակեցնել եւ այդ քոչվորներով կարողանան բնակչության թվականակ ստանալ։ Բայց այդ քոչվորները հասնելու են մինչև Երևան։ Դրա մասին Ալիևն ասում։ Իհարկե հասնելու են։ Բայց դա բացարձակապես չի անհանգստացնում Փաշինյանական, այսպես ասած, պալատականներին կամ ավտոբուսականներին։ Իրանց համար դա հետաքրքիր չէ, իրանց համար, այսպես ժողովուրդն է ասում, կորմը տեղը լինի։ Իրանց փորերը կուշտ լինի, տակը չոր լինի, որևէ բան այս դեպքում արդեն իրանց հետաքրքիր չէ, ընդհակառակը նաև իրենց համար կարևոր է, որպեսզի Հայաստան պետությունը այլևս երբեք չլինի այն, ինչը եղել է։ Որովհետև սա միակ գրավականն է Փաշինյանի համար, որ ինքը ցմա ազատազրկման չի գնա, որ ինքը ցմա հայոց պատմության մեջ չի մնա որպես պատմության ամենասարսափելի կերպար։ Վաղը մյուս օր իրականում Փաշինյան կամ Նիկոլ Արտահայտությունը մեր ընտանիքներում պետք է դառնա երեխաներին դաստիարակելու այսպես ասած չափանիշ։ Ոնց որ ասենք ժամանակին, չգիտեմ, ես փոքր էի ասում էին խելոք մնա բոբոն կգա, այմի կամ վաղը մյուս օր դե ասեն մարդ դառի, որ Նիկոլ չդառնաս։ Ու այդ ամեն ինչը ինքան է, այսպես պետք է լավ նստած եղնի մեր ընտանիքներում, որ ոչ մի երեխա չուզենա վատ մարդ դառնալ, որպեսզի իրեն չհամեմատեն սրա հետ։ Եվ ինքը դա շատ լավ հասկանում է եւ այդ ամեն ինչը հասկանալով ինքը այսօր ցկտում է Հայաստանը որպես այդպեսին կամ որպես pedagoganություն վերացնի կամ թողնի pedagoganություն, բայց այդ pedagoganության մեջ ազդեցություն եւ դեր չունենան այլևս հայ մարդիկ։ ԵԽԽՎ ամբիոնից հարձակումը հենց Բագրատ Սրբազանի վրա ինչով է պայմանավորված։ Վախերով, կրկին վախերով։ Որովհետև նույն Բագրատ Սրբազանը, նույն հայ առաքելական եկեղեցին իրենց մեջ Նիկոլի համար ամենասարսափելի բառն են մարմնավորում, Արցախ բառն են մարմնավորում։ Բագրատ Սրբազանը ինչի դուրս եկավ փողոց, Արցախի համար։ Հայ առաքելական եկեղեցին միակ խոշոր ինստիտուտն էր, որը որևէ կերպ այս ընթացքում չուրացավ ոչ հայ մեծ եղերնը, ոչ էլ Արցախը։ Եվ սա սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ իրականում այ ԵԽԽՎ-ի նրա ելույթը, երբ որ այսպես նայում ենք, այնտեղ ընդամենը կար աղերսանք իր արևմտյան տերերին, որ եկեք ինձ կաթողիկոսից փրկեք, եկեք ինձ եկեղեցուց փրկեք, որովհետև եկեղեցին այո ի վիճակի է ցանկացած սատանի ոչնչացնելու։ Դա հերթական մեծ ցավն է, որը ես ապրում եմ այս պետության համար եւ նաեւ մեր պետականության համար։ Ցավոք սրտի կառույցը, որը տեսեք կոչվում է ազգային անվտանգության ծառայություն, այսինքն ինքը կոչված է ազգի անվտանգությունը ապահովելու, այսօր այդ կառույցը ապահովում է ընդամենը մեկ խմբակի կամ անձի անվտանգություն։
Ասեք իրականում ժամանակին երբ որ ստեղծեցին այդ ծառայությունը, պատահաբար չէր տրվի անունը։ Այսինքն այդ ծառայությունը ինքը չպետք է միայն աշխատեր Հայաստանի Հանրապետության համար, ինքը պետք է աշխատեր հայ ազգի համար, եւ Հայաստանի Հանրապետության, եւ Արցախի Հանրապետության, եւ Սփյուռքահայության համար։ Իսկ այսօր ինչի է վերածվել այդ կառույցը։ Ու ամենասարսափելին այն է, որ այդ կառույցը այսօր հովանավորում է ադրբեջանցիներին եւ փոխարենը վնասում կամ խանգարում հայ մարդուն, Հայաստանի քաղաքացիներին։ Դա սկսվեց այն պահից, երբ որ ադրբեջանցիները եկան Ամասիա, այնուհետև Գյումրի եւ իրենց այսպես հadouk ցինիզմով Ալիևի նարատիվներն էին առաջ տանում եւ ահացան ոչինչ չէր անում։ Նույնիսկ քաղաքում խոսում են, որ շատ տեղեր դրանց հենց ԱԱՑ-ի օպերն է նկարել, այսինքն իրենց հեռախոսով օպերատորությունը հենց ԱԱՑ-ի օպերն է արել։ Ու դրանից հետո պատկերացրեք ես եւ մի քանի հայ մարդ մեկնում ենք Ամասիա, որպեսզի այնտեղ Ամասիայի մասին դոկումենտալ ֆիլմ նկարենք, ոչ քաղաքական, այսա ուզում եմ անպայման նշել։ Եվ արդյունքում մեր ճանապարհը կտրում է ԱԱՑ օպերը եւ ԱԱՑ օպերը մեզ խանգարում է։ Այսինքն ստացվում է, որ իմ երկրի ազգային անվտանգությունը աշխատում է իմ դեմ եւ իմ երկիրը պաշտպանում է ինձնից։ Այսա հենց այդ աբսուրդն է։ Եվ այդ ամեն ինչը գիտակցելով այստեղ ունենք կոնկրետ նպատակ։ Ամեն անգամ ԱԱՑ-ի աշխատակիցներին հիշեցնել, ինչու՞ չէ նաեւ խնդրել, համոզել, որպեսզի նրանք կատարեն այն բուն գործառույթները, այն առաքելությունը, որը իրենց տրված է։ Որովհետև այսօր Հայաստանում մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ժողովրդական աջակցություն չունի եւ վերջին տարիներին իրեն պաշտպանում եւ պահում են մի քանի կառույցներ։ ԱԱՑ, դատախազություն եւ դատարաններ։ Եվ հետեւաբար մենք եթե այսօր ուզում ենք ինչ-որ բան փոխենք, կարծում եմ պետք է ամեն անգամ այդ կառույցներով աշխատող հայ մարդկանց մենք հիշեցնենք իրենց ով լինելը։ Եվ յուրաքանչյուր անգամ նաև իրենց համոզենք, խնդրենք, պահանջենք, որպեսզի իրենց բուն գործառույթները իրականացնեն, որպեսզի իրենք զբաղված լինեն մեր ազգային անվտանգությունը ապահովելով։ Իսկ ազգային անվտանգություն ապահովելը նշանակում է առաջի հերթին այստեղից լիկվիդացնել կամ սահմանափակել կամ ձերբակալել հենց այն գործակալներին, ովքեր Հայաստանում ամբողջովին առաջ են տանում թուրքական լոբինգը։ Այսօր ցավոք սրտի, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս որևէ մեկը հայկականությունը այլևս առաջ չի տանում։ Այսօր մեր երկրի խոսում է հերոս հարգատուների մասին, այսօր հերոս հարգատուների տված գումարները ամբողջովին ծառայում են Հայաստանը թուրքացման գործընթացին։ Եվ ի վերջո այդ հերոս հարգատուներին կարողանում են խաբել իրենք կուկուռուզով, թթուլավաշով, պերաշկիով։ Ոչ ինքը որևէ մեկին չի խաբում, առանձնապես այլևս չի ցկտում խաբել, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ այս ընդրություններին, եթե ինքը հասավ, չնայած ես կասկածում եմ, որ ինքը կհասնի կամ ընդրություն կիրականացնի, բայց եթե ինքը հասավ այնտեղ, ինքը ուղղակի լայնածավալ կեղծիքների եւ տարատեսակ մեխանիզմների միջոցով նկարելու է այն թիվը, որը արդեն հայտարարել է։ Եվ այս ամեն ինչը ինքը ընդամենը շոուներ է անում, որպեսզի մեզ սովորեցնի իր կեղծիքների հետ համաձայն լինելու հանգամանքին։ Իսկ Հայաստանի բնակչությունը բարեբախտաբար արդեն շատ լավ հասկանում է եւ շատ լավ գնահատում է ստեղծված իրավիճակը եւ նաեւ բոլոր տեսակի ռիսկերը։ Բայց նաև ինքը ասում է, որ ես ձիգ եմ, բա որ այդպես ձիգ է, ինչ է հիմնական իր ընդդիմադիրներին բանտում, չգիտեմ, հետապնդումներ իրականացնում, վախով ի վերջո ապրում, ասում են, այդ վախերից ելնելով է նաև ինքը այսպես գյուղ ընկել եւ փորձում է ինչ-որ մի հարց լուծել իր համար։ Ես նորից կրկնվեմ, այդ ամեն ինչը ինքը ընդամենը շոուներ է անում, որպեսզի բուն իրավիճակից մեզ փորձի շեղել տանել առաջ։ Իսկ այսօր Հայաստանը շատ ավելի մեծ մարտահրավերների առաջ էր կանգնած։ Ինքը տարիներ շարունակ իր համար որպես այսպես էտալոն կամ կարևոր ձեռքբերում նշում էր Թրամփի ուղին, որը միանշանակ Հայաստանի համար չէր կարող որևէ դրական բան ունենալ։ Իսկ այսօր արդեն այդ Թրամփի ուղին էլ դառնում է առ ոչինչ։
Այ ինքը որբիսի նման բաների չխոսի եւ չփորձի նաեւ այդ իրավիճակներում ինչ որ կերպ Հայաստանի շահերը առաջ տանի, ինքը գերադասում է իրեն գժիտեղ դնելը։ Այ 2021 թվականին մենք հիշում ենք լարածվեց տեսանյութ, որտեղ ինքը հենց դրա մասին խոսում էր, չէ՞ որ որտեղ ինչ որ բան չստացվի, ինքը գիժ է ձևանալու։ Այսօր հենց այդ պահն է, որ ինքը իրեն գժի տեղ է դրել եւ որպես գիժ փորձում է համ կողքի խելարներին խելարցնել, համ խելացիներին ուղղակի համբերությունից հանել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։